Միջազգային դիտորդական կազմակերպությունները պնդում են Թուրքիայում կիրակի օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են մի շարք լուրջ թերություններով։ Խոսքը նախ եւ առաջ ընդդիմադիր կուսակցությունների համար քարոզարշավի ընթացքում անհավասար պայմաններ ստեղծելու մասին է։ Երեկ երեկոյան Անկարայում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարում էին ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները։ Սրտի մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ քարոզարշավն արդար մթնոլորտում չի ընթացել։ Այս քարոզարշավին բնորոշ էր բռնության եւ վախի բարձր մակարդակը։ Հայտնի է, որ վախը ժողովրդավարության եւ ազատ ընտրությունների գլխավոր թշնամին է, հայտարարում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Անդրեաս Գրոսը։ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորի խոսքով էլ տարբեր լրատվական աղբյուրներն ընտրելու արագորեն նվազող հնարավորությունը, ինչպես նաև ազատ խոսքի սահմանափակումներն ընդհանուր առմամբ ազդել են ընտրությունների գործընթացի վրա եւ շարունակում են լուրջ մտահոգության տեղիք տալ։ Թուրքական ընտրություններին ուղղված քննադատությունը հնչում է նաև Միացյալ Նահանգներից։ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնստը երեկ ուշ երեկոյան հայտարարեց. Միացյալ Նահանգները լրջորեն մտահոգված են քարոզարշավի ընթացքում կառավարության հասցեին քննադատաբար տրամադրված լրագրողների ահաբեկման, նրանց նկատմամբ կիրառված ճնշումների փաստով։ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոն եւս խոսում էր քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների դեմ կառավարության կողմից սանձազերծված արշավի եւ դրան հետեւած սահմանափակումների մասին։ Մենք վերահաստատում ենք մեր մտահոգությունն առ այն, որ կառավարությանը քննադատող լրագրողները քարոզարշավի ընթացքում դարձան ահաբեկման եւ ճնշումների թիրախ։ Նման գործողությունների նպատակը կարծես թե քաղաքական ընդդիմության դիրքերի թուլացումն էր։ Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին գործել թուրքական սահմանադրության մեջ ամրագրված ժողովրդավարական արժեքներին համապատասխան, հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, հատուկ ընդգծելով սակայն, որ չնայած առկա խնդիրներին Վաշինգտոնն ակտիվորեն աշխատելու է Թուրքիայի ապագա միակուսակցական կառավարության հետ։